երկու փոքր հանգամանք ուշադրություն հրավիրեմ։ Գործընկերը շատ հստակ նշեց, որ սահմանադրական եւ ֆիցուրաբիկ դատարանի որոշումները վերաբերում են նախկին քրեական դատավարության օրենսգրքին։ Գործող քրեական դատավարության օրենսգիրքը որպեսզի շատ ավելի ակնառու լինի, գոյություն ունի, մենք միշտ նայում ենք 279-276 հոդվածը, մտածում ենք ոչ մեկնաբանենք 276-ը ոչ փուլում ունի նման հնարավորություն։ Բայց քանի որ քրեական դատավարության օրենսգրքի կառուցվածքը այնպիսին է, որ մասնակիցներից մեկը հանրային սուբյեկտ է եւ իրավունքները սահմանափակված են բացառապես նրանով, ինչը նախատեսված է օրենքում, այսինքն ինչը գրված չի օրենքում, դրա իրավունք չունի։ 39-րդ հոդվածը հստակ գրել է ինչ կարող անի դատախազը, ինչը գրված չի կարող անի։ 39 հոդվածը ասում է հետեւյալը, ներողություն 39 հոդվածը, երբ որ մենք դատախազն իրավունք ունի լիազորությունները դատական վարույթի ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում փոխելու մեղադրյալին վերագրող արարքը իրավական գնահատական է։ Չկա, մինչև ապացույցների հետազոտումից առաջ, այդտեղ չի գրված, մինչև խորհրդակցական սենյակ գնալը ուղիղ է գրված որ պոլիցիա։ Սա առաջին խնդիրն է, որ մենք բարձրացնել ենք։ Եթե մենք օրենքի փոխվել է, ուրիշ օրենք ենք գործում, եթե այս օրենքը հակասահմանադրական է, համապատասխան գործիքը լրիվ ուրիշ է, նորից դիմել սահմանադրական դատարան։ Երկրորդ խնդիրը կա։ Ես չեմ ասել, որ դատախազը կարող է հոդվածը փոխել։ Ասել եմ ինքը չի կարող տեքստը փոխել։ Իրարից տարբեր բաներ են։ Չի կարող տեքստը փոխելը, դա չի նշանակում, որ կարող է հոդվածը փոխել։ Եվ եթե առանց տեքստը փոխելու հոդվածը փոխել չի լինում, ուրեմն դատախազը պետք է իրականում անել մի հատ իրավաչափ գործողություն, հրաժարվել մեղադրանքից։ Սա խնդիրը նրանում չի, ով կհրաժարվի մեղադրանքից։ Եթե դատախազը տեսնում է, որ առանց տեքստը փոխելու չի կարող ուրիշ հոդված առաջադրի։ Եթե մենք տեսականորեն ընդունենք, որ սահմանադրական դատարանի որոշումը ուղղակիորեն կիրառում ենք ինչ-որ եղանակով, ինքը կարող ընդամենը հրաժարվել մեղադրանքից։ Եվ երրորդ կետը, վճռաբեկ դատարանը, եթե նույնիսկ ընդունենք, որ այդ 5 կարգավորումներն է գործում, դատարանին չի պարտավորեցրել փոխված տեքստը ընդունել եւ քննել։ Ասա հնարավորություն տվեք, տեսնենք կարողանում, թե չէ։ Եթե կարողանա այնպիսի փոփոխություն անել իրավունքների շրջանակներում, որի շրջանակներում գործը կկարողանանք շարունակենք, բայց փաստը հետևյալն է մնում։ Դատախազը ինքն է ընդունում նախորդ միջնորդությունը ներկայացնելով, որ առանց տեքստը փոխելու հնարավոր չէ հոդված փոխել։ Հետևաբար ինքը միա տեքստը փոխել, հոդվածը փոխել։ Վերել է դատարանը, ասել է չես կարող։ Վերադարձրել է, ընդ որում այդ վերադարձնելու կառուցակարգել չկար, իրականում պետք է այդ ժամանակ նարժեր բռնել։ Բայց վերադարձնելուց հետո հոդվածը մենակ փոխել։ Այդ մենակ փոխված հոդվածը կապ չունի վերևի տեքստի հետ։ Կապ չունի, իրար հետ ընդհանրապես կապ չունեցող երկու հոդվածներ են։ Այսինքն կարող է կապել լինել ոչ թե 309, կարող է լինել, ասենք 128, 345, իշտի վրա կարող գրել, որտեղ ոնց որ այս մեկը կապ չունի, մնացած բոլոր հոդվածները նույնպես կապ չեն ունենալու։ Հետևաբար դատարանը չունի պարտավորություն դա քննելու։ Սա է մեր ասածը, մեր արգումենտը նրանում է, որ դատարանը կքններ, եթե կլիներ մեղադրանք, բայց մենք չունենք մեղադրանք, մենք ունենք փաստաթուղթ, որը չի համապատասխանում մեղադրանքի ստանդարտ պայմաններին։ Սա է, եթե մենք ի սկզբանե ենթադրվել է, որ ունենք մեղադրանք, որը չենք ունեցել, այս էլ հաջորդ խնդիրն է, որովհետև մենք երբևէ այսքան ժամանակ, նու բացի են բանի կտորով, էլի 311-ի կտորով, մենք մեղադրանք չենք ունեցել, որովհետև ունեցել ենք մի փաստաթուղթ, որտեղ ինչ-որ բան է նկարագրված եւ որակում չկա։ Հղումը արված եղել գոյություն չունեցող հոդվածի։ Երբևէ գոյություն չունեցած հոդվածի տեքստին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում գոյություն չունեցող մի հատ հոդված են հնարել դատախազությունում, դրա վրա հղում են արել, գործ են բերել դատարան, քննարկել են 5 տարի հետո պարզել են, որ այո, մենք ճիշտ ենք ասում, տենց այդ հոդված չի եղել, ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Հիմա դրա համար եմ ասում, այս մեր միջնորդության հիմքը ոչ թե նրանում է, սա ուզում եմ ֆիքսեմ ու ես ավարտեմ, ես չեմ պնդել, որ հոդվածը փոխելը թույլատրելի է, ինչ էլ փոխեք պիտի քննարկենք, ասել եմ տեքստ փոխելն է անթույլատրելի։ Սա իրարից տարբերող արգումենտներ են, եւ այդ հոդված փոխելը թույլատրելին է եղել է երկրորդ արգումենտի մակարդակ, որտեղ ասել եմ գործող օրենսդրությունը այս բնում իրավունք չի տալիս, բայց եթե մենք նույնիսկ լայն մեկնաբանային փորձենք ինչ-որ ձևով կիրարկել սահմանադրական դատարանի որոշումը, այս փոխելը կարա տեղ ունենա միայն այն դեպքում, երբ որ ինքը կհամապատասխանի փոփոխված փաստաթուղթը մեղադրանքին առաջադրվող պահանջներին։ Եվ վերջին կետին անդրադառնամ, ուղղակի դրանից քննարկվեց պատվարժան դատարան
Նայեք, անձեռնամխելիության հարցի ռեժիմի 311-ով քննարկվում է, երբ որ դատախազի վարույթում գտնվելու ժամանակ դատախազը խախտում է անում։ Աշխատանքն այդ խախտումը կարձանագրի, երբ որ կհասնենք համապատասխան փուլին, ու երրորդ գործողությանը կարճելուն։ Խնդիրը հետևյալն է, այդ խախտումը տեղի է ունեցել ձեր վարույթում, տեղի է փորձարկում ունենալ, ասեմ ունեցել, ձեր վարույթում, որտեղ գործը հիմա ձեր վարույթում է, այլ դատախազի վարույթում չի։ Այսինքն խնդիրը այդ անձեռնամխելիության հարցին անդրադառնալը կլիներ, եթե դատախազի վարույթում խախտում լիներ, դրա համապատասխան փուլը կա։ Հիմա փորձը արվում այդ խախտումը հիմա իրականացնել, այսինքն նոր մեղադրանք առաջադրվել, ոչ թե հոդված փոխել, այլ հենց նոր մեղադրանք առաջադրվել, որտեղ այս պահին մեղադրանք չկա, ձեր վարույթում գտնվելու ժամանակ, եւ սա նույնպես հիմք է պատվիրատու դատարան, որ քանի որ դա հաղթահարված չի, վերվել է մեղադրանքի որոշում, դա նույնպես թույլ չտա։ Սա է մեր առարկությունների ինտեքսի, դեռ չի կտորը գրված չէ, որտեղ մեր վստահությունից էր վերաբերում պատգամավորական անձեռնամխելիության մասով, բայց մնացածը էներ ինչ-որ ներկայացվեց։ Շնորհակալություն։